Զգուշացեք նամակներ գրելիս, նույնիսկ խիստ անձնական։ Իրական Հայաստանում դրանք արդեն հեշտությամբ կարող են հայտնվել իրավապահների ձեռքում։ Բռնապետությունը հենց տենց է լինում, երբ որ արդեն սկսում են քաղաքական հետապնդումներն ու ճնշումները, սպասելի է, որ այսպիսի զարգացումներ կլինեն։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի է դարձել, որ նախաքննական մարմինները ամեն տարի դատարաններ են ներկայացնում հազարավոր միջնորդություններ, նամակագրության, հաղորդակցության տարբեր միջոցներ առգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դատարանների զգալի մասը բավարարում է այդ միջնորդությունները։ Միայն անցած տարի մարդկանց անձնական նամակները կարդալու համար նախաքննական մարմինները 6662 միջնորդություն են ներկայացրել դատարան։ Դրանց մեծ մասը դատարանը բավարարել է։ Պատկերն այսպես վախեցնող չէր մի քանի տարի առաջ։ Օրինակ 2023-ին անձնական նամակ կարդալու թույլտվություն ստանալու համար դատարան ներկայացված միջնորդությունների թիվը 10 անգամ ավելի քիչ է եղել։ Վերջին 2 տարում է դատարանը սկսել մարդկանց անձնական նամակներն ընթերցելու աջուձախ թույլտվություն տալ իրավապահներին։ 4000 թիվը, որ դուք ասում եք, դա միայն 4000 անձի չի վերաբերում։ Սա այն երկրաչափական պրոգրեսիայի նման բազմապատկում է, ինչու, որովհետև այդ 4000 անձանց վերաբերյալ երբ որ լինում է թույլտվություն, ապա անուղղակի կերպով հայտնվում են այդ ստուգման ընթացքում նաև շատ եւ շատ մարդիկ, որոնք շփվում են այդ անձանց հետ։ Նույնիսկ կան որոշակի գործեր, որ դատարանը մերժել է, այսինքն պատկերացնում եմ ինչ աշճանի հիմքերը ոչ հիմնավոր է եղել, որ դատարանները մերժեն։ Անցած տարի գաղտնալսել էին, կարդացել Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների Միքայել arczepiskopos Աչապահյանի նամակագրությունները։ Խուզարկել էին Արագածոտնի թեմի քահանաների բնակարանները։ Փորձեցին բռնի ուժով բանանել։ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Գեգամ Մանուկյանի ու այլ ընդդիմադիրների բնակարանները։ Նրանց հեռախոսները առգրավվել էին։ Քաղաքական նպատակներով են իրավապահները ընթերցում մարդկանց նամակները, խախտելով անձնական նամակագրության եւ հաղորդակցության գաղտնիությունը, վստահ է իրավապաշտպանը։ Խնդիրը նրանում է, որ ցավոք սրտի ոչ թե իրավապահ համակարգը իր ներուժը դնում է պայքարելու համար իրական հանցագործների դեմ, նույն սրբազանների գործը, նույն հոգևորականների գործը, բազմաթիվ գործեր, եկեղեցու դեմ այդ արշավին մասնակցությունը ցույց է տալի, որ իրավապահ համակարգը իր իրական սահմանադրական գործառույթը չի իրականացնում, ցավոք սրտի, իսկ դրա պտուղները քաղում ենք մենք բոլորս, մեր երկրում գնալով հանցավորությունը շատանում է, գնալով թմրադեղի գործածման դեպքերը շատանում են։ Իրավապաշտպանը նկատում է, մինչև հիմա փաստաբաներին թույլ չեն տալիս պարզել, թե արդյոք օրինական են եղել Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակագրություններն ուսումնասիրելը, նրան գաղտնալսելը։ Եթե փաստաբաներին հաջողվի ապացուցել, որ ապօրինի է եղել Սրբազանին գաղտնալսելը, նրա եւ 17 աջակիցների ենթադրյալ ահաբեկչություն կազմակերպելու գործը ամենայն հավանականությամբ կկարճվի։ Մենք փորձում ենք հասնել նրան, որ պարզվի արդյոք ի սկզբանե օրինական է եղել այն իբր օպերատիվ տվյալը, որի հիման վրա թույլատրվել է այդ ձայնագրությունները, թույլատրվել է համակարգության գաղտնիության հետ կապված, թույլատրվել է լսելը Բագրատ Սրբազանի տունը, մեզ հետ հնարավորությունը չեն ընձեռում։ Սերգեյ Հարությունյանը ահազանգում է, ընտրություններից առաջ գահավիժած վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանը ցանկացած ապօրինության դիմելու է ուժով վերընտրվելու համար։ Ըստ իրավապաշտպանի, ընտրությունների նախաշեմին շատանալու են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների անձնական տիրույթ ներխուժման իրավապահների փորձերը։ Սա տոտալ հսկողության տակ պահելն է երկիրը եւ դրա նպատակը միայն նորից եմ կրկնում քաղաքական հետապնդումներով, բռնաճնշումներով իշխանությունը պահելն է։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Եթե օպերատիվ տվյալ կա